չունենք չասնալիությունից, պետք է ուսումնասիրենք Աբրահամ Իսահակյանի կյանքում իր գործունեությունը, համել իր բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը։ Ջան, ChatGPT-ով կարող ես ամեն վրա պատճառել։ Մարետա, ChatGPT-ի տեղեկությունը սխալ է։ Բայց չանենք երեխեք։ Երեխեք, դուք մոռանում եք մի հատ շատ լավ հարթակի մասին, որը կոչվում է աշխարհացույց։ Եկեք գնանք, Իսահակյանի կյանքը ուսումնասիրենք, փիները բացենք եւ սովորենք։ Նա երեխեք, գտամ։ Հեսա երեխեք փինը, տեսեք ինչքան տեղեկություններ կան։ Հա, տեսնենք ու ինչ կա։ Երեխեք տեսահոլովակ էլ կա։ Եկեք միասին դիտենք։ Բանաստեղծ թարգմանիչ հանրային գործիչ եւ հրապարակախոս Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թվականի հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլում։ Նրա նախնիները եղել են Բայազեդ քաղաքից։ Նրա պապը Նիկողայոս աղան եղել է գաղթական հայերի առաջնորդն ու կազմակերպիչը։ Նրա հայրը Սահակ Իսահակյանը ապրել է 1828-ից 1890 թվականներին, զբաղվել է ալյուրի վաճառքով եւ ունեցել ջրաղաց։ Նրա մայրը Ալմաս Իսահակյանը ապրել է 1833-ից 1918 թվականներին, ունեցել 4 եղբայր եւ 2 քույր։ 1883 թվականին Ավետիք Իսահակյանը ընդունվել է Ալեքսանդրապոլի Սուրբ Աստվածածին եկեղեցու կից դպրոցը։ 1886-ից 1889 թվականներին սովորել Հառիջի վանքի գիշերօրթիկ դպրոցում։ Այնուհետև կրթությունը շարունակել Գևորգյան ճեմարանում։ Եղել է եվրոպական մի շարք քաղաքներում՝ Վիեննա, Ժնև, Լայպցիգ, Աթենք, Փարիզ։ Կրթություն է ստացել եվրոպական տարբեր համալսարաններում՝ Լայպցիգի համալսարանում եւ Ժնևի համալսարանում, որպես ազատ ունկնդիր։ 1895 թվականին եղել է հայ հեղափոխական դաշնակցության կուսակցության անդամ, եղել է Վերնատուն գրական խմբակի անդամ, ինչպես նաև Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզյան մասնաճյուղի փոխնախագահ։ 1919 թվականին Բերլինում մասնակցում է Նեպեսիս օպերացիային, աջակցելով Սողոմոն Թեհլիլյանին իրականացնելու Թալիաթ Փաշայի սպանությունը։ 1937 թվականին վերադառնում է Հայաստան, բնակություն հաստատում Երևանում։ Հետագայում նրա տունը, որտեղ նա ապրում էր, դառնում է տուն-թանգարան։ Եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ եւ Հայաստանի խորհրդային գրողների միության նախագահ։ Ավետիք Իսահակյանը գրական առաջին փորձերն արել դեռ 11-ից 12 տարեկանում, որը սակայն չի պահպանվել, քանի որ գրված է եղել իրական պատմության հիման վրա եւ տանեցիներից գաղտնի։ Այն պատանեկան սիրողի պատմություն է, որ Ավետիքը չի համարձակվել ցույց տալ ինչ-որ մեկին եւ ձեռագիրը ոչնչացրել։ Բանաստեղծը հիշատակարանում գրել է. Ես որ 12 տարեկանից ոտանավորներ գրելու փորձանքի մեջ էի եկել, իմ մանկական թոթովանքների թեման հայրենասիրական մոտիվները չէին։ Ամբողջ հայ գրականության մեջ միայն 2 բանաստեղծ էի գտել, որոնք շարժում էին իմ երևակայությունը։ Դրանք էին Միքայել Նալբանդյանի մանկության օրեր եւ Սմբատ Շահազիցի Ես լսեցի մի անուշ ձայն։ Իսահակյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ վեպ, պոեմ, պատմվածքներ, բանաստեղծություն։ Նա նաև գրել է ժառանգության մեջ շատ կարևոր եւ նշանավոր պոեմ, որի անունը Աբուլալա Մահարի պոեմն է։ Վարպետի հայտնի արտահայտ գործերից են նաև Սաադիի Վերջին գահոնը, Եղնիկը, Լիլիթը, Ուշինարա եւ այլն։ Իսահակյանը մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, թաղվել է Երևանի Կոմիտասի անվան Պանթեոնում։ Ուշին հետաքրքրած Սերսյանը գրավել է ուսուցիչների շատերի ուշադրությունը։ Նրան դասավանդում էին հետի մտավորական մանկաբարձներ Հովհաննես Հովհաննեսյանը, Ստեփան Լիսիցյանը, Վարդգես Սուրենյանցը, Նիկողայոս Քալանյանը, որոնց հետ շուտով ձևավորում են ընտանիք հարաբերություններ։ Իսահակյանի համար բացառիկ դեր է ունեցել Հովհաննես Հովհաննեսյանը։ Հաբերժ երախտապարտ եւ հաբերժտնակալ բանաստեղծության այդմեծ մոգպետին, ինքախարտ ուղեցույցին Հովհաննես Հովհաննեսյանի մասին իր հուշերում գրել է Ավետիք Իսահակյանը։ 2 եւ ավելի տարի է, ինչ Իսահակյանը սովորում է Ճեմարանում, երբ սաների եւ սակավակների շրջանում բռնկվում է Ճեմարանի խորհրդությունը։ Աշակերտները զգալի մաս դժգոհվում են Ճեմարանի ռեժիմի խոստությունից եւ դիմում դասույթին, սակայն ներժում ստանալուց հետո 35 աշակերտ մտնում են Ճեմարանը, որոնց մեջ մտնում է նաեւ Ավետիք Իսահակյանը։ 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք Ալեքսանդրապոլ եւ հենց այդ ամռանն էլ նրա հանքում ձևավորվում է մեծ սեր դեպի Շուշանիկ Մատակյան։ Վարպետի կյանքի վերջին շրջանում մի անեկդոտ էր շրջում քաղաքում։ Իսահակյանը հիվանդ էր, շաբաշան լուրեր էին տարածում, թե մահացել է։ Մի անձնավորություն պարզելու համար զանգում է Իսահակյանի բնակարան։ Հեռախոսը վերցնում է վարպետը։ Վարպետ, դուք եք, զարմացած շփոթված հարցնում է նա։ Ես եմ, պատասխանում է Իսահակյանը։ Բա ասում էին ինչ-որ մեռել է, որտեղ են ասում։ Մարդը տալիս է մի հեղինակավոր հիմնարկի անուն։ Հա, ասում է Իսահակյանը, եթե նրանք են ասում, ուրեմն ճիշտ է, պատմում է Վահագն Դավթյանը։